Հարգելի իմ դիտոր, դուք որ գրում եք որն է ձեր քարը կամ ուղարկում եք ձեր ծննդյան տվյալները, ես ձեզ կարող եմ պատասխանել ճիշտ այն ժամանակ, երբ որ դուք կորոշեք ինձ մոտից թալիսման պատվիրել։ Այդ ձեր քարտեզները, նատալ քարտեզների նայելը, դա այդքան հեշտ բան չի, այդ աշխատանքը ժամանակատար է, ես ինչի պիտի նստեմ ձեր քարերը որոշեմ։ Մեկ հոգի չեք, երկու հոգի չեք։ Երբ որ դուք կուզենաք ձեր ընդունենք ֆինանսական քարը ունենալ, ձեր անձնական հաջողության քարը ունենալ, ձեր առողջության քարը ունենալ, կվճարեք այդ թալիսմանի համար, ես կնայեմ քարն էլ, ձեր թալիսմանն էլ կպատրաստեմ ու կուղարկեմ ձեզ, իսկ այստեղ տենց մի գրեք ձեր ծննդյան օր, ամիս, ամսաթիվ, որ ես ձեր ընդունենք քարը գտնեմ, որոշեմ։ Ես ամեն տեսակի քարեր էլ ունեմ, ամեն տեսակի մարդու համար էլ կարողանում եմ իրեն համապատասխան քարը գտնել, պատրաստել, իսկ ձեր նատալ քարտերը նայելը դրանք ժամանակ է։ Ինձանից ստանում է 1-2 ժամ եւ ոչ պակաս, որ ես ստուգեմ, տեսնեմ որն ավտանգավորը, որ գույներն են ձեր համար, ինչ քարերն են ձեր համար, որ քարի որ էլեմենտի համադրությունը ավելի էֆեկտիվ կաշխատի ձեր համար, ինչի համար է գրում ընդունեք ձեր ծննդյան օր, ամիս, ամսաթիվ։ Սովորեք ամեն ինչ անվճար լինի, չի կարելի։ Երբ որ դուք թալիսման կպատվիրեք, կվճարեք, ճիշտ քարը կընտրվի եւ ձեր թալիսմանը կպատրաստվի ու կուղարկվի ձեզ։ Իսկ հիմա ես պատրաստել եմ հորար քարտեզ, մեծ աղմուկ բարձրացրած Հայ կաթողիկոս Գարեգին բն երեխա ունի թե չունի։ Կարծում եմ այս հարցը բոլորիդ է հետաքրքիր։ Ուրեմն գլխավոր սիգնիֆիկատորը կառավարիչը ասցենդենտում ձկներում է գտնվում առաջին տանը, որի մոլորակը կառավարող Յուպիտերն է, եւ Յուպիտերը գտնվում է առյուծի 6-րդ տանը։ Լուսին հանդիսանում է հարցի ընթացքի եւ զարգացման համակառավարիչը։ Լուսինը գտնվում է Աջ եղջյուրում 11-րդ տանը։ 7-րդ տուն հենց Գարեգինը։ Ուրեմն նրա ներկայաց 7-րդ տան կառավարիչը կույս նշանի կառավարիչն է Մերկուրին գտնվում է 6-րդ տանը Արուս նշանում, Արեգակի հետ կոնյունկցիայի մեջ։ Երեխաների թեման տունը 5-րդ տուն, հորար աստղագիտության մեջ երեխաների թեման ղեկավարվում է 5-րդ տունը, քարտեզում 5-րդ տան կուսպիդը գտնվում է խեցգետնի նշանում։ Խեցգետնի կառավարիչը հենց ինքը Լուսինն է։ Եթե հարցը դիտարկում ենք 7-րդ տան տեսանկյունից, ապա նրա երեխաների տունը կլինի 7-րդ տնից հաշված մինչև 5-րդ տուն։ Սա անում է 11-րդ տունը քարտեզի, որտեղ գտնվում է Աջ եղջյուրը եւ Լուսինը։ Լուսնի վիճակը, Լուսինը գտնվում է Աջ եղջյուրում իր անկման, վտարման նշանում, ինչը թույլատնում է բարենպաստ կամ դրական արդյունքի հավանականություն, այսինքն որ կաթողիկոսը երեխա ունի։ Կամ լիարժեք ասպեկտների բացակայություն, երեխաների տան կառավարչի Լուսին եւ հարցի օբյեկտի կառավարչի Մերկուրիի միջև չկա ոչ մի մերձեցող դրական ասպեկտ, տրին կամ սեքստիլ, որը կհաստատեր, որ ինքը երեխա ունի։ Արեգակի կողմից այրում Մերկուրին անձի կառավարիչը գտնվում է Արեգակի ամիջական հարևանությամբ եւ այրված է, ինչը ցույց է տալիս, որ տեղեկատվությունը կամ թաքնված է կամ հարցի էությունը զուրկ է իրական հիմունքներից, այսինքն կեղծ է։ Ուշադրություն դարձրեք, Մերկուրին գտնվում է արևի կողքին, այն էլ այրված։ Կխոսեմ նաեւ արևի մասին։ Սատուրնի ազդեցությունը, Սատուրնը արգելքների, սահմանափակումների մոլորակ է, գտնվում է առաջին տանը հետընթաց, ինչը հաճախ հորար քարտեզում հանդես է գալիս որպես նախազգուշացում, որ հարցի պատասխանը բացասական է։ Եզրակացություն։ Որ տվյալ հարցի պատասխանը բացասական է դեռ քիչ է, այն հիմնված է սխալ լուրերի մակարդակի տեղեկատվության վրա։ Եթե նայենք քարտեզի
լուրերի բամբասանքներ բաժինը, ապա լուրերի տեղեկատվության տունը երրորդ տունն է։ Հորար քարտեզում լուրերը, խոսակցությունները եւ ասեկոսները ղեկավարվում են երրորդ տանը։ Այս քարտեզում երրորդ տան կուսպիդը սկիզբը գտնվում է ցուլ նշանում, որի կառավարիչը Վեներան է։ Վեներան գտնվում է 7-րդ տան կույս նշանում, ինչը ցույց է տալիս, որ լուրերը ուղղակիորեն պատտվում են հարցի օբյեկտի տվյալ անձի շուրջը։ Ինչու են ասում, որ կա երեխա, բայց քարտեզը ցույց չի տալիս, որ կա երեխա։ Վեներան իր անկման մեջ է, կույս նշանում, Վեներան գտնվում է իր անկման մեջ եւ վատ կարգավիճակում։ Աստղաբանության մեջ սա նշանակում է, որ այդ լուրերը կամ աղավաղված են, կամ հիմնված են չստուգված թուղթ փաստաթղթերի հիման վրա եւ չունեն իրական ուժ։ Մերկուրի այրումը, ինչպես նշեցի, անձի կառավարիչ Մերկուրին գտնվում է արեգակի ճառագայթների տակ, այրված։ Սա դասական ցուցիչ է այն բանի, որ իրականությունը ծածկված է գաղտնիքներով կամ այն, ինչ տեսանելի է, այսինքն հաղորդվում է լուրերով, չի համապատասխանում ներքին իրականությանը։ Այրված մոլորակը ցույց է տալիս, որ անձը կամ անհասանելի է թափանցիկ ստուգման համար, կամ տեղեկատվությունը միտումնավոր թաքցվում է հանրությունից։ Հարցի օբյեկտիվությունը հորար աստղաբանության մեջ կա մի կանոն, եթե առաջին տան, հարց տվողի տանը գտնվում է Սատուրնը, այն հետընթաց է, դա հաճախ նշանակում է, որ հարցը բարձրացվել է ոչ թե օբյեկտիվ փաստի, այլ արհեստական ստեղծված ֆոնի կամ սուբյեկտիվ կասկածների հիման վրա։ Քարտեզը հաստատում է, որ նման խոսակցություններն ու լուրերը Վեներան 7-րդ տան իրոք կան եւ ակտիվ են, սակայն քանի որ այդ լուրերի կառավարիչը թույլ է, անկման մեջ է, իսկ երեխաների տան եւ անձի միջև ուղղակի փաստացի ասպեկտներ կամ կապեր գոյություն չունեն, աստղաբանորեն այդ հարցը մնում է միայն բամբասանքի կամ չհաստատված լուրերի մակարդակում։ Ուրեմն հենց երկրի ղեկավարի հայտարարություններն են հիմք հանդիսացել այս հարցադրման համար։ 2025 թվականի հունիսին ՀՀ վարչապետ իր ֆեյսբուքյան էջում մամուլի ասուլիսների ժամանակ ուղղակիորեն հայտարարեց, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին խախտել է կուսակրոնության ուխտը եւ երեխա ունի։ Փաշինյանը նաև նշել էր, որ եթե տեղեկությունը հերքվի, ինքը պատրաստ է ապացույցներ ներկայացնել։ Աստղաբանական քարտեզը զարմանալիորեն ճշգրիտ կերպով արտացոլում է հենց այս քաղաքական իրողությունը։ Երկրի ղեկավարի ֆիգուրը քարտեզում 10-րդ տուն, քանի որ նա ղեկավարում է իշխանությունը, նրա քարտեզում մենք իրեն նայում ենք ինչով, արևով, եւ նրա կառավարիչը դառնում է ինքը Յուպիտերը։ Յուպիտերը գտնվում է 6-րդ տանը, ճիշտ այն տանը, որտեղ գտնվում էր Մերկուրին, կաթողիկոսի մոլորակը։ Սա ցույց է տալիս, որ այս թեման ոչ թե պարզապես անձնական գաղտնիք է, այլ երկրի ղեկավարի կողմից ուղղակիորեն բարձրացված, հանրայնացված օրակարգ։ Քաղաքական հակամարտություն քարտեզում Յուպիտերի եւ Մերկուրին գտնվում են արեգակի այրող ճառագայթների տակ։ Սա աստղաբանության մեջ նշանակում է, որ ողջ պատմությունը գտնվում է խիստ լարված, էմոցիոնալ եւ քաղաքանացված ֆոնի վրա, որտեղ իրական ապացույցները ծածկված են կողմերի միջև ընթացող բացահայտ պայքարով։ Հենց սա է պատճառը, որ հորար քարտեզի երրորդ տան լուրերի միջոցով ակտիվ ցույց է տալիս խոսակցությունների գոյությունը, քանի որ երկրի առաջին դեմքն է եւ այդ մասին խոսել է, սակայն բուն փաստի հաստատումը, մոլորակների մերձեցում մնում է անորոշ, արգելափակված Սատուրնի կողմից։ Ամեն դեպքում չեմ կարծում, որ Գարեգին բն այսպես աբրակադաբրա արած լինի, որ այսօր մեր մոլորակները իր եւ իր երեխաների տունը մեզ ցույց չտա։ Եթե Գարեգին բն արել է, չեմ զարմանա, կարող ցույց չտա, բայց եթե Գարեգին բն մագիայով չի զբաղվում, չնայած եկեղեցին ամենաուժեղ մոգության տունն է, բայց ամեն դեպքում հաշվենք, եթե նա ոչ մի մոգական ինչ-որ աբրակադաբրա չի արել, մենք այսօր պետք է ստանանք հստակ պատասխան հորար քարտեզից։
Իշխանության եւ եկեղեցու ուղակի բախումը Յուպիտեր-Մերկուրի, որը ներկայացնում է վարչապետի որպես 10-րդ տան իշխանության կառավարիչ Մերկուրին, որը ներկայացնում է կաթողիկոսին որպես 7-րդ տան կառավարիչ, գտնվում են նույն կետում եւ միացան մեջ։ Այրում առյուծի նշանում մեծ սկանդալ։ Այս ողջ միացությունը Յուպիտեր եւ Մերկուրի գտնվում են արեգակի ճառագայթների տակ, առյուծ նշանում։ Առյուծը պատասխանատու է թատերականության, էգոյի, բարձր հնչեղության, հանրային ուշադրության համար։ Այն, որ մոլորակները այրվում են եւ ցույց է տալիս, որ այս թեման օգտագործում են որպես հզոր քաղաքական գործիք։ Գրքերը այնքան բորբոքված են, որ օբյեկտիվ ճշմարտությունը այրվում ու մոխրանում է այս մեծ քաղաքական հրդեհի մեջ։ Մարս իր ագրեսիվ դիրքը քարտեզի աջ կողմում 6-րդ տանը Մարսն էր, այսպես հպարտ կանգնած, նիզակով, վահանով։ Մարսը պատերազմի, հարձակման եւ բացահայտ թշնամանքի մոլորակ է։ Այն գտնվում է այռուցի նշանի վերջին աստիճանում եւ տաքացնում է ողջ իրավիճակը, եռացնում է։ Սա ցույց է տալիս, որ հայտարարության նպատակը ոչ թե պարզապես տեղեկատվության տարածելն է, այլ ուղղակի հարձակում գործելը դիմացինի վրա եւ դիմացինին թուլացնելը, խեղճացնելը։ Հետընթաց Սատուրնը առաջի տան քարտեզի ձախ ներքևի մասում գտնվող Սատուրնը խաչով տարի նմանվող նշանը ցույց է տալիս, որ այս հարցը արհեստականորեն հետ է եկել անցյալից։ Սատուրնը խորհրդանշում է նաև ավանդույթներ եւ եկեղեցիական համակարգ, որը հիմա գտնվում է ճնշման եւ քննադատության տակ։ Աստղաբանական դինամիկան մեզ հուշում է, որ այսպիսի քարտեզները, որի թեման ունի զուտ, մանիպուլյատիվ եւ քաղաքական բնույթ, նման աստղային պատկերների կողմից յուրաքանչյուրը փորձում է հանրության աչքերում այրել կամ վարքաբեկել մեկը մյուսին, հայլային խաղ խաղալ։ Եվ հորար քարտեզում իրադարձությունների ավարտը եւ վերջնական արդյունքը բարձելու համար աստղաբանները նայում են երկու հիմնական ցուցիչներ՝ 4-րդ տան գործի վերջնաբան, կառավարիչի եւ լույսի վերջին ասպեկտները, նախքան նա կլքի իր ներկայիս նշանը։ Գործընթացի մարում եւ անպտուղ արդյունք։ Լուսինը գտնվում է այս եղջյուրի նշանում, որը Սատուրնի սառը եւ սահմանափակող տիրույթն է, այն նշում է լուսինը չունի բավարար ուժ իրադարձություններին կտրուկ զարգացում տալու համար։ Աստղաբանորեն սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում թեման աստիճանաբար կկորցնի իր արդիականությունը, էներգիան կսառի եւ կմարի առանց որևէ ցնցող կամ վերջնական հանգույցի։ Այդպես էլ չենք իմանա։ Այդպես էլ երկրի վարչապետը չի ներկայացնի փաստեր եւ փաստաթղթեր, որ Գարեգին Բ-ն երեխա ունի, բայց մենք այսօր փակում ենք այդ ամբողջ փակագծերը, պոկում ենք վարագույրը եւ տեսնում ենք ինչ կա այնտեղ։ Եվ իրավական կամ պաշտոնական հետևանքների բացակայություն, որpիսի այս պատմությանը հասնեն դատական կամ պաշտոնական ավարտի, օրինակ հրաժարական կամ իրավական պատասխանատվություն, անհրաժեշտ էր, որ իշխանության Յուպիտերն եւ եկեղեցու Մերկուրի կառավարիչը կազմեին հստակ արդյունավետ ասպեկտ 4-րդ տան վերջնաբանի հետ, սակայն քանի որ մոլորակները այրված են արեգակի կողմից, ողջ գործընթացը մնում է զուտ հռետորաբանություն, հայտարարություններ, տեղեկատվական պատերազմի մակարդակում ոչ մի կողմը չի կարողանալու հասնել մյուսի լիակատար պարտությանը։ Սատուրնի սառեցնող դերը առաջին տանը գտնվող հետընթաց Սատուրնը ցույց է տալիս, որ համակարգը տվյալ դեպքում եկեղեցիական կառույցը եւ դարավոր ավանդույթները ունի մեծ դիմադրողականություն Իրանը պահելու։ Այն պարզապես կդիմադրի այս ճնշմանը եւ իրավիճակը կվերադառնա ստատուս քվոյի նախկին վիճակին։ Վերջնական եզրակացություն։ Այս հակամարտությունը չի ունենալու հստակ իրավական կամ փաստացի ավարտ։ Այն չի հանգեցնի կաթողիկոսի գահանկեցությանը կամ վարչապետի կողմից խոստացած այնպիսի ապացույցների հանրայնացմանը, որոնք կընդունվեն բոլորի կողմից։ Պատմությունը պարզապես կմնա որպես քաղաքական սկանդալ, որը ժամանակի ընթացքում կանցնի հետին պլան, զիջելով իր տեղը նոր քաղաքական օրակարգերի, ասեկոսների, բամբասանքների, կեղծ լուրերի, շանտաժների, դատական գործերի եւ անկարգապահության։
Կապի բացակայությունը անձի կառավարիչ Մերկուրին երեխաների տան կառավարիչ Լուսնի հետ չունի ոչ մի կապ։ Թույլ լուսին, երեխաների թեման հսկվող լուսինը գտնվում է Աձ եղջյուրում իր ամենաթույլ եւ անպտուղ դիրքերից մեկում, ինչը հորար աստղաբանության մեջ բացասական պատասխան է նշանակում։ Ասեկոսների ֆոն, ինչպես տեսանք, ողջ պատմությունը քարտեզում արտացոլվում է որպես թույլ եւ անկվող ապրող մոլորակների Վեներայի կողմից տարածված լուրեր, քաղաքականացված այրող հակամարտություն եւ ընդամենը այդքանը ու ուրիշ ոչինչ։ Հորար քարտեզը մեզ պատասխանում է, որ կաթողիկոսը չունի երեխա եւ գուցե այդ մարդը նույնիսկ իցն է անպտղաբեր է կամ արդեն իսկ ծնվել էր այն ծրագրով, որ ինքը այս երկրի վրա չպետք է ունենար երեխա։ Անցանք առաջ։ Քաղաքական թիմը եւ կուսակցությունը առաջնորդվում է իր ղեկավարի ներկայացրած օրակարգով։ Կուրորեն հավատալով իր ղեկավարին եւ չունենալով իրենք էլ փաստեր։ Դե եթե իրենց ղեկավարն է ասում, ուրեմն ամեն ինչ ճիշտ է ասում։ Յուպիտեր Մերկուրի միացություն, որպեսզի իշխանական ուժը, քանի որ ներկայացված է Յուպիտերով, գտնվում է կաթողիկոսի Մերկուրիի հետ նույն թեժկետում։ Սա նշանակում է, որ նրանց համար առաջնայինը ոչ թե անձնական կյանքի իրական փաստերն են, այլ քաղաքական նպատակահարմարավետությունը, արեգակի այրումը, տեղեկատվության ծածկում եւ քողարկում։ Այս միացության այրված լինելը ցույց է տալիս, որ կուսակցությունը, թե ողջ քաղաքական վերնախավը գործում են կուրորեն կամ առաջ են մղում մի պատմություն, որի իրական անհերքելի ապացույցները չկան կամ ծածկված են հանրությունից։ Աստղաբանորեն սա նշանակում է, որ նրանք ավելի շատ ստեղծում են քաղաքական ֆոն, քան հիմնվում են հաստատված փաստերի վրա։ 6-րդ տան գաղտնիքներ, քանի որ այս ամբողջ դասավորվածությունը գտնվում է 6-րդ տանը, որը պատասխանատու է նաև կուլիսային խաղերի, հատուկ ծառայությունների, տեղեկությունների եւ գաղտնի պլանների համար, քարտեզը հուշում է, որ իշխանությունը օգտագործում է իր ձեռքի տակ եղած ցանկացած ինֆորմացիոն լծակ, անկախ նրանից, թե դա որքանով է ճիշտ, միայն թե աժոտաժ առաջացնի։ Իմաստը այս երկու ուժերի մեջ ընթացող ազդեցության ուրեմն պայքարն է։ Աստղաբանական քարտեզը եւս հաստատում է, որ այս հարցադրումը ոչ թե բարոյական կամ անձնական է, այլ ունի հստակ ռազմավարական եւ քաղաքական նպատակներ։ Եկեղեցու վարքաբեկում եւ թուլացում, քանի որ հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է երկրում ամենաազդեցիկ, ամենաավանդական կառույցներից մեկը, որը հաճախ հանդես է գալիս ընդդիմադիր կամ քննադատական դիրքերից, նման աղմկարույց հայտարարության իմաստը եկեղեցու հեղինակության հետ կապված մեծ հարված է այսօրվա կառավարությանը։ Ուշադրության շեղում, վախենում են, որ կարող է իրենք ձեզ փողոց դուրս հանեն, հեղաշրջում կամ հեղափոխություն անեն, կամ իրենց վարքաբեկեն, չէ՞ որ եկեղեցին ունի բավականին կայուն եւ ուժեղ լծակներ, որ այդ լծակները այսպես նետը կուղղվի հանկարծ մի օր իրենց դեմ։ Ուշադրության շեղում այսպիսի բարձր հնչեղություն ունեցող թեմաները այրուց նշանի թատերական էներգիայով օգտագործում են հարության ուշադրությունը երկրի ներքին եւ արտաքին այլ կարևոր ճգնաժամային խնդիրներից շեղելու համար։ Դե իհարկե, միշտ դուք կենտրոնացված եք կաթողիկոսի երեխա ունենալու վրա, հանձնվում, պայմանագրեր են կապվում, կուլիսային խաղեր արքուվաճառք է տեղի ունենում, թե մարդու տեսքով, թե հողի տեսքով։ Ազդեցության գոտիների վերաբաշխում 6-րդ տան մոլորակների կուտակումը ցույց է տալիս, որ սա կուլիսային մեծ պայքար է ուղղված եկեղեցիական համակարգի ներսում փոփոխություններ պարտադրելուն եւ այն վերահսկելի դարձնելուն։ Ուզում են կոտրած ըլնեն։ Եվ հորար քարտեզում հանրությունը, ժողովրդին եւ նրանց իրական արձագանքը մարմնավորում է լուսինը, հոգնածություն, անտարբերություն։ Սա լուսինը Աձ եղջյուրում։ Լուսինը գտնվելով Աձ եղջյուրում
Այդ եղջյուրի նշանում, ինչը ցույց է տալիս, որ հանրությունը էմոցիոնալ առումով սառն է, հոգնած, անտարբեր, ինչ ուզում ա լինի, շատերի համար նույնիսկ ավելի լավ։ Մարդիկ հոգնել են անդադ կրկնվող քաղաքական սկանդալներից եւ սցենարներից։ Հանրության մեծ մասը սրան վերաբերում է ոչ թե մեծ ոգևորությամբ կամ հավատով, այլ սկեպտիցիզմով, հասկանալով, որ սա հերթական քաղաքական խաղ է, ինչպես որ հիմա մենք։ Հանրության բևեռացում, սևերն սպիտակները վերջացան, եկեղեցիական եւ ոչ եկեղեցիականները առաջ եկան, քանի որ Լուսինը գտնվում է 11-րդ տանը, որը պատասխանատու է հանրային խմբերի, սոցիալական մեդիայի եւ համակարգերի համակիրների համար հասարակությունը կտրուկ կիսված է երկու ճամբարի, իշխանության համակիրներ, ովքեր կուրոր են հավատում եւ տարածում են այս լուրերը, ներկայացված են վեներայի թույլ ասպեկտով։ Եվ ավանդապաշտ եկեղեցու հետևորդներ, ովքեր սա համարում են սրբապղծություն եւ ուղղակի հարձակում ազգային արժեքների վրա։ Վստահության պակաս երկու կողմերի հանդեպ։ Լուսինը քարտեզում չի կազմում որևէ ուժեղ ներդաշնակ ասպեկտ ոչ իշխանության, ոչ Յուպիտերի եւ ոչ էլ կաթողիկոսի հետ։ Մարդիկ կան ասում են՝ տվեք մեր հողերը եւ վերջ, տո մեզի ոչ կառավարությունն ա պետք, տո ոչ էլ եկեղեցին ա պետք։ Ահա, 3 մասի է բաժանված։ Սևեր սպիտակներով թեև կարելի էր հասկանալ երկու մասի, նախքին ներկաներ էլի երկու մասի, բայց գնալով էլ ինչ պետք է տեղի ունենա, այսպես մաս ժողովրդին բաժանում են։ Եվ հանրությունը լիարժեքորեն չի վստահում կողմերից եւ ոչ մեկին։ Եվ այս ամենից հետո էլ չեմ ուզում նայեմ, եկեղեցին կփոխի արդյոք իր այսպես դիրքը իր հանրության աչքին, բայց ես մենակ մի հատ բան կասեմ, որ ես լինելով մոգ, որին չի ընդունում եկեղեցին, ինչպես եկեղեցին ինչ չի ընդունում, այդպես էլ կոնկրետ եկեղեցում կատարվում է եւ ծեսեր, հա, եւ մոգական ծեսեր, եւ եկեղեցին ինքը հենց մոգություն է։ Բայց ինչևից է, քանի որ մեր ազգը իր աղանդին, իր հավատքին շատ մեծ նշանակություն է տալիս, սա մեր ժողովրդի համար դառնում է իր ամենացավոտ թեման։ Եվ մասնատում են ժողովրդին, եւ ուշադրության շեղում է տեղի ունենում, եւ միևնույն ժամանակ հոգնածություն է առաջացնում ժողովրդի մոտ, իրականում ժողովուրդը հիասթափվում է արդեն ամեն ինչից։ Ահա այս ամբողջ ասեկոսների, այս բամբասանքների, այս աղմուկ հանած իրողության պատճառները։ Հիմա ժողովուրդ ջան, ինչ ասեմ ես ձեզ։ Դուք արդեն հետևություն արեք, այդ մարդը իրականում երեխա չունի։ Ամեն դեպքում մեզ քարտեզը այդպես ցույց տվեց։ Եթե այնտեղ էլ եմ ասում չկա աբրագադաբրա արած, քարտեզը ուրեմն մեզ ճիշտ է ցույց տալի եւ սա հերթական կեղծիքն է, որ մենք այս վերջի 8 տարիների ընթացքում բազմաթիվ կեղծիքների ու խաբեության միջով անցանք։ Նու հետևություններ թողում եմ ձեզ, ես ավելի քիչ եմ խոսում, քան ավելի շատ տեսնում եմ, ես ավելի քիչ եմ կիսվում, քան զգում եմ, ինչևից է։ Ամեն դեպքում ժողովուրդը կարող էր, եկեղեցին, այսինքն Հայաստանում կարող է եղանակ փոխել եւ լուրջ քննադատության արժանացնել այժմյան ղեկավարության, ինչից որ վախենում է ղեկավարությունը, քանի որ եկեղեցու լծակները շատ ուժեղ են եւ եկեղեցին կարող է իր շուրջը համախմբել ամբողջ հայ ազգին։ Ոստի հանդիսացել է թիրախ կամ գոնե ժամանակավոր թիրախ, ինչեւ որ ներքին կարգով կլուծվեն կուլիսային ստորագրությունները, բանակցությունները իրենց կետերից, արք ու վաճառքը, իրենց չարչիությունը, այսքանը։